Այսօրվա աշխարհում ամենամեծ եւ ամենաշատ քննարկվող խնդիրներից մեկը թերևս մեդիայի խնդիրներն են։ Դրանք շատ բազմազան են, շատ բազմաշերտ են եւ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ գրեթե բոլոր երկրները ունենում են տարբեր տեսակի դժվարություններ մեդիա դաշտում։ Այդ դժվարությունները վերաբերում են թե ժուրնալիստիկայի հիմնարար սկզբունքներին, վերաբերում են թե ապատեղեկատվությանը, վերաբերում են լրագրողական էթիկային եւ բազմաթիվ այլ հարցերի, իրավական կարգավորումներին, պետության եւ խոշոր կազմակերպությունների, այսպես ասած, վերպետական կազմակերպությունների միջամտությանը եւ այլն։ Հիմնականում պետք է նշել, որ խնդիրները եւ դժվարությունները շատ նման են, իրար շատ մոտիկ են եւ բոլոր մասնակիցները առաջին հերթին արձանագրեցին, որ ամենամեծ մարտահրավերը մեդիայի համար դա ապատեղեկատվությունն է։ Այսինքն ոչ միայն մեդիայի, այլ նաեւ հենց հասարակության համար, որովհետեւ հասարակությունն է այդ ապատեղեկատվության սպառողը եւ ապատեղեկատվության բացասական դրսեւորումները, վտանգավոր դրսեւորումները հենց ուղղված են հասարակության վրա։ Ապատեղեկատվության դեմ պայքարելու հիմնական մոտեցումները գրեթե բոլորը նշեցին նույն մոտեցումները, որոնք թերևս տարածված են, ընդունված են ամբողջ աշխարհում։ Այդ մոտեցումներն են մեդիագրագիտության բարձրացումը, փաստերի ստուգումը, օպերատիվ հերկումը, կեղծ լուրերին արագ արձագանքելը եւ այս տիպի հիմնական մի քանի քայլեր։ Հնարավոր չէ ամբողջ հասարակությանը դարձնել մեդիագրագետ, դա բավականին ծանր եւ դժվար աշխատանք է։ Հասարակական կազմակերպությունները, մեդիայով զբաղվող կազմակերպությունները, ինչպես նաեւ պետական օղակները պետք է աշխատեն այս ուղղությամբ, պետք է ամեն կերպ խրախուսեն եւ աջակցեն այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են փաստերի ստուգումով, դրանք ապատեղեկատվությունը հնարավորինս արագ եւ օպերատիվ հերքելով։ Քննարկման հարցերից մեկն էր նաև արտաքին, այսպես ապատեղեկատվական հոսքերը, որոնք կարող են լինել տարբեր երկրներից, կարող են լինել արտաքին ոչ տվյալ երկրում գործող տարբեր քաղաքական, տնտեսական, գործարար շրջանակների, ինչ-որ խմբերի կողմից հրահրվող, տարածվող ապատեղեկատվություն։ Դրանք հիմնականում տարածվում են ինչպես սոցիալական ցանցերով, այնպես տարբեր տեսակի լրատվամիջոցներով։ Եվ մենք կարծես թե եկանք այն եզրահանգման, որ դա կանխելու միջոցներից մեկը, ոչ միակը, իհարկե, դա լրատվամիջոցների առավելագույն հնարավորինս մեծ թափանցիկ աշխատանքն է, այսինքն հաշվետվողականությունը նրանց ֆինանսական աղբյուրների, նրանց սեփականատերերի մասին եւ պետք է փորձել խրախուսել հնարավորինս քայլեր ձեռնարկել, որպեսզի դա դառնա հանրության համար ընդունելի եւ ընկալելի։ Կարծում եմ, որ պետք է նաեւ հանրությանը հնարավորինս շատ բացատրել, որ լրատվամիջոցների, օրինակ ֆինանսական հոսքերի հաշվետվողականությունը շատ կարևոր է, դա էապես բարձրացնում է հենց նույն լրատվամիջոցի նկատմամբ հանրային վստահությունը եւ աջակցությունը։ Մյուս խնդիրը, որին մեր գործընկերները ֆորումի ժամանակ շատ մանրամասն անդրադարձան, դա արհեստական բանականության ստեղծած մարտահրավերն են, որը վերջին մի քանի տարում սրընթաց զարգացել է։ Արհեստական բանականությունը մի կողմից ինքը իսկապես կարող է ստեղծել ապատեղեկատվության տարածման եւ ապատեղեկատվությունը գեներացնելու աննախադեպ ծավալներ, որը բավականին դժվար է լինում հասկանալ, ճանաչել եւ բացահայտել դրա կեղծ լինելը։ Մյուս կողմից նույն արհեստական բանականությունը հնարավորություն է տալիս հեշտացնել նույն ապատեղեկատվության դեմ պայքարը, որովհետեւ նույն որոնման համակարգերում արհեստական բանականությունը օգտագործելը, տարբեր տեղեկությունները արագ, հնարավորինս արագ եւ կարճ ժամանակում հավաքելը, այդ ամենը կարողանում է անել։ Մյուս խնդիրը թերևս էլի վերաբերում է սոցիալական ցանցերին, դա հեռուստատեսային եւ վիդեո բովանդակության կարճ դառնալն է, ես գլխավորապես նկատի ունեմ TikTok-յան ռիլերը, տարբեր տեսակի շորթերը, մարդիկ սկսել են օգտվել այդ բովանդակությունից։ Դա նայելը հեշտ է, դա նայելը արագ է, դա չի պահանջում մտքի
ծանր աշխատանք, դա չի պահանջում կենտրոնացում, դա ընդամենը արագորեն նյութերը թերթելու միջավայր է, այդպիսի հարթակ է։ Մարդկանց դա դուր է գալիս նաև։ Սա բերում է նրան, որ մարդիկ սկսում են քիչ նայել ավելի երկար ծավալուն հեռուստատեսային բովանդակությունը։ Եթե փորձենք ընդհանրացնել, ամփոփել, ապա մեդիայի խնդիրները դրանք շատ են։ Մեդիան բավականին զգայուն է թե տնտեսական, թե սոցիալական փոփոխությունների, թե նաև քաղաքական ազդեցությունների նկատմամբ։ Չեմ կարծում, որ մենք պետք է բոլոր լրատվամիջոցներից եւ մեդիա ռեսուրսներից ակնկալենք օբյեկտիվություն, որովհետեւ այստեղ կա նաև նախասիրությունների խնդիրը։ Դրա փոխարեն մենք պետք է պահանջենք եւ ակնկալենք, որպիսի անկախ նրանից, թե քաղաքական կամ սոցիալական ինչ ուղղվածություն ունի տվյալ լրատվամիջոցը, ինքը հետևի փաստական հիմքերին։ Մենք պետք է ավելի շատ խոսենք այս փաստական հիմքերից բացի, ավելի շատ ուշադրություն դարձնենք բազմակարծությանը եւ այդպես վերաբերվենք թե սոցիալական հարթակներին, թե ավելի դասական լրատվամիջոցներին։